պայմանագրով ստեղծված քաղաքասարակության հարթակը, մասնավորապես արմունությունները, որպես արմունությունների ներկայացուցիչ կուզենայի մի քանի խնդիրներ ասել արմունությունների հետ կապված, օրենսդրական դա ստեղծության կատարածնի է ինչ-որ ասեց Վարդան Թոքմաջյանը, իդեպ այս խնդիրները, եթե չեմ սխալվում, հունիսի վերջին տեղի ունեցած հանրապետական եռակողմ հանձնաժողովի արդյունքներով Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիայի միջոցով ներկայացվել է նաև նախարարությանը, սա նաև հարց կլինի, որովհետև տեղյակ չեմ ինչքանով են դա այդ առաջարկները ընդունվել, ինչքանով չէ, ուրեմն մի կարևոր խնդիր ու իդեպ ես կառանձնացնեմ հիմա 3 հիմնական խնդիր, որը մենք որպես արմիություններ առաջարկել ենք օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ դա հենց վերաբերում է ինչպես իշխանության ներկայացուցիչները ասում են իրար պրակտիկայում խնդիրների լուծմանը եւ աշխատողների առաջխաղացմանը։ Առաջինը դա սոցիալական գործընկերության եւ խորհրդատվության իրավունքի ամրապնդումն է, մասնավորապես ազգային մակարդակում, որովհետև տվյալ պահին փաստորեն որևէ օրենքով չկա պարտավորություն, որ սոցիալական գործընկերության իրավունքը պետք է իրագործվի, այսինքն դա այն է, երբ քաղաքականությունը մշակվելուց պետության քննարկվում է այդ քաղաքականությունը սոցիալական գործընկերների հետ արմիությունների եւ գործատուների, տվյալ պահին մենք ունենք տնկած հանրապետական եռակողմ հանձնաժողով, որտեղ այդպիսի պարբերություն կա, որ պետք է քննարկվի, բայց քանի որ դա ընդհանուր պայմանագիր է, այն մի օր կարող է լինել, մի օր չլինել կամ լինել այդ պարբերությունը մեջը չլինել, իսկ օրենքով դա չկա, հետևաբար մենք առաջարկել ենք, որ օրենքում գոնե լինի հոդված, որ այդ սոցիալական գործընկերությունը պետք է պահպանվի, ու իդեպ սա նաև սահմանված է հենց ՍԵՊԱ-ի 86-րդ հոդվածով հստակորեն, բայց նաև ԱՄԿ կոնվենցիաներով, կայուն զարգացման նպատակներով եւ այլն։ Նույնը վերաբերում է նաև աշխատանքային կազմակերպության մակարդակում սոցիալական գործընկերությունը ամրապնդելու համար, որովհետև մենք հաշվում ենք, որ օրենքում կարելի է տալ կարգավորում, որ գոնե գործատուն իրավունք չունի հրաժարվել եւ ստանում է առաջարկ բանակցելու, որտեղ տվյալ պահին այդպիսի կարգավորում չկա։ Երկրորդ առաջարկը նրա մասին է, որը իրապրակտիկայում շատ մեծ խնդիր է, դա արմիություններին խոչընդոտելն ու միջամտելն է գործատուների կողմից մանավանդ պետական ոլորտում, իսկ օրենսգրքով սահմանված չէ ինչ է նշանակում խոչընդոտում, այսինքն կա, որ խոչընդոտել չի կարելի, իսկ ինչ է խոչընդոտելը չկա, դրա համար մենք առաջարկել էինք այդտեղ զուտ որոշակի ցուցակ ավելացնել, որը հստակ սահմանված է ԱՄԿ միավորման ազատության կոմիտեի որոշումներով, սա կարելի է նաև քննարկել, եթե տվյալ առաջարկը օրինակ ընդունելի չէ, այլ ձևով գոնե ինչ-որ ձև հստակեցնել եւ տալ սահմանումները։ Կար առաջարկ նաև դեպի աշխատավայր մուտքը ապահովել արմիության ղեկավարությանը, որը նույնպես այս պահին չկա, այսինքն այս այն բաներն են, որը գործնականում մեծ խնդիր են եւ դրանց օրենսդրական կարգավորումներ տալը թե բխում է ՍԵՊԱ-ից եւ թե կլուծի աշխատողների ու կազմակերպված աշխատողների առաջխաղացման խնդիրները։ Հիմնական երևի այսքանը, մեկ այլ մեկնաբանություն երևի ավելի շատ պարոն Շիրինյանին ուղղված, մենք արմիությունների ներկայացուցիչներով որպես ունենք ՍԵՊԱ-ի շրջանակներում արդեն արված որոշակի զեկույց, որը վերաբերվում է ոչ այնքան աշխատանքային իրավունքների անհատական խախտմանը, այլ սոցիալական երկխոսության, միավորման ազատության եւ աշխատավայրում ժողովրդավարության, քանի որ ձեր հիմնադրամը արդեն այս ավանդույթը ստեղծել է զեկույցները անելու, գուցե եթե հետաքրքիր է, կարող ենք ձեզ ուղարկել, եւ եթե դուք ուղարկում եք, ասենք այլ ձեր գործընկերներին, նախարարության ներկայացուցիչներին նույնպես կարող ենք ուղարկել, եթե հետաքրքիր է։ Եվ մի փոքր մեկնաբանություն, որը չեմ կարող չանել որպես արմիության ներկայացուցիչ, որտեղ պարոն Թոքմաջյանը արեց այդպիսի արտահայտություն, բայց դա
որովհետև արմիությունները չեն լինում համքի կազմում, իսկ այդ լեզվա մտածողությունը կարևոր է, արմիությունը կարա պարզապես անդամակցի համքին, եւ արմիության գործունեությունը կամ դրա որակը ընդհանրապես կախված չի անդամակցի, միջուկայինների մասին է խոսքը, հա։ Բացի դրանից անկախ ու ալտերնատիվ արմիություն եզրույթը ընդհանրապես աշխարհում ընդունված է օգտագործել ավտորիտար երկրներում, որտեղ արմիությունները հիմնականում լինում են իշխանությունների խամաճիկները, ու իդեպ հետխորհրդային երկրների մեծ մասը դեռևս այդպիսին են, եւ անկախ ու ալտերնատիվ նշանակում է, որ այն խամաճիկ չի, իշխանության խամաճիկ չի կամ գործատուի դեղին արմիություն չի, քանի որ Հայաստանը երևի այն 3 ԱՊՀ երկրներից է, որը դեռևս ավտորիտար չէ, եւ մեզ մոտ արմիությունները ամենայն դեպս ճյուղային արմիությունները, ես կարող եմ վստահաբար օրինակ այն արմիությունը, որ մենք ներկայացնում ենք, ասել, որ լիովին անկախ է, դրա համար ինձ թվում է մեր երկրի դեպքում այդ եզրույթները չարժի օգտագործել, մանավանդ որ այդ եզրույթները օգտագործվում են օրինակ արմիությունների կոնֆեդերացիայի անդամակցել կամ չանդամակցել, այսինքն անկախությունը լինում է այն ժամանակ, երբ արմիությունը անկախ է իշխանությունից ու գործատուից, այլ ոչ թե արմիությունների ինչ-որ այլ միությունից կամ արմիությունների այդ ազգային umbrella organization կոչվածից։ Հիմնական այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, իդեպ ցանկացած զեկույց, առաջարկ